Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում պետական գույքի կառավարման մասին եւ հարակից օրենքներում փոփոխություններ իրականացնելու մասին փաթեթը, որն ուղղված է պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը։ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված պետական գույքի անհատույց օգտագործման համակարգը տարիների ընթացքում հանգեցրել է մի շարք համակարգային խնդիրների, այդ թվում գույքի թերի կամ ոչ նպատակային օգտագործման, հանրային վերահսկողության ոչ բավարար մակարդակի։ Առաջարկում ենք պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հաճախակի են արձանագրվում դեպքեր, երբ պետական մարմիններն ու կազմակերպությունները գույքը օգտագործում են ոչ արդյունավետ, որոշ դեպքերում մասնակի կան ընդհանրապես չօգտագործվող գույքային միավորներ։ Խնդրի լուծման համար առաջարկում ենք օրենսդրական նոր կարգավորում, ըստ որի պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալությամբ կառավարության սահմանած կարգով։ Վարձակալությունից ստացված վճարները ուղղվելու են պետական բյուջե։ Խնդրում եմ հաստատել։ Պարոն Խոդացյան, հիմա պետական մարմինները, որոնք պետական գույք օգտագործում են անհատույց, հիմա այսինքն մենք ձևակերպելու ենք դա որպես վարձակալություն, Ձևակերպելու ենք որպես այսինքն ըստ էության, բայց էլի մեկը գումարը տալու է պետական բյուջեն։ Մենք սա անում ենք ֆինանսական մեր հոսքերը կարգավորելու, ավելի տեսանելի դարձնելու եւ կառավարումը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այսինքն հիմա ենթադրում եմ կառավարության շենքն ենք վարձակալություն։ Այո, բոլոր գույքերը, պարոն վարչապետ, որոնք պետական ոչ առևտրային կազմակերպություններին են պատկանում, հիմնադրամներին կամ պետական մասնակցություն 100% մասնակցություն ունեցող ՓԲ-ներին, այո, կարևոր է ընդգծել, որ առաջարկող մոդելով պետական մարմինների ու կազմակերպությունների համար հավելյալ ֆինանսական ծախսեր չեն առաջանում եւ վարձավճարները ֆինանսավորվելու են պետական բյուջեի կողմից։ Առաջարկվել է նախագիծը թափանցիկությունը բարձրացնելով պայմանավորված, նաև հանրային վերահսկողությունը բարձրացնելով պայմանավորված, պիտի ասեմ, որ միջազգային մի շարք երկրների փորձ են ուսումնասիրել մեր գործընկերները, այդ թվում Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, որտեղ համանման կարգով է ուրեմն կառավարվում պետական գույքը։ Հիմա լավ, ենթադրենք հիմա կառավարության շենքը վարձակալում ենք եւ վճարում ենք ում։ Վճարում ենք պետական գույքի կառավարման կոմիտեին։ Այո, վճարվում է մեծ հաշվով պետբյուջե։ Հիմա չենք վճարում ենք, դրանից ի՞նչ է փոխվում մեր կյանքում։ Ինչն է։ Վարչապետ, գույքը գնահատվում է, սա նաև լրացուցիչ ծախս է, ուրեմն գերատեսչության վրա առաջանում, նաև նպատակահարմարությունը հետագայում այդ գույքերի օգտագործման կորոշվի։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ են այնպիսի գույքերը, որոնք չեն օգտագործվում, մասնակի են օգտագործվում, մի որոշ ընթացք հետո նպատակահարմարությունը տվյալ գերատեսչության կողմից գույքի օգտագործման ավելի պարզ կլինի։ Այսինքն այնտեղ ֆիքսվելու ենք ինչ որ առումով գույքի քառակուսի մետրով եւ այլն տենց չափանիշներ ենք դնելու, որ հիմնարկների ղեկավարները իրանք ցերտին ասեն, բա մի րոպե ինչ ենք այսքան քառակուսու համար վճարում, եթե այդ քառակուսիները չենք օգտագործում, հետեւաբար այդ գույքերի օգտագործման նպատակայնությունը կմեծանա։ Դա մեր տրամաբանությունը։ Համեցեք Տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, որպես մի նախարարություն, որի համակարգման ոլորտներում գտնվում են թերևս ամենամեծ թվով կազմակերպությունները, միայն 1352 պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին ենք խոսում, որոնք դպրոցներ են եւ նաեւ մշակույթի, սպորտի ոլորտում գտնվող այլ հաստատությունները։ Մենք այստեղ իհարկե ամբողջությամբ հասկանալով թափանցիկության, հաշվետվողականության հարցերը, որոնք կարևոր են, կարծում ենք, որ ամեն դեպքում որոշակի առանձնահատկություններ կան, որ պետք է հաշվի առնվեն, որտեղ նախ եւ առաջ այս ծավալի ուրեմն վարձակալությունը առաջացնելու է էական լրացուցիչ բեռ բյուջեի համար, որտեղ ստացվում է, որ մենք այս բոլոր շենքերի համար պետք է վարձակալություն վճարենք, եւ երկրորդը, սա նաեւ սկզբունքորեն
հաշվի առնելով կրթության իրավունքի ապահովման եւ պետության այլ պարտավորությունները, որոշակի նաեւ կոնցեպտուալ հարցադրումներ է առաջացնում այս մոտեցման պետաշխատանքը իրականացնելու, հետեւաբար ես առաջարկում եմ, քանի որ խոսքը օրենսդրական փաթեթի մասին է, ազգային ժողովի փուլում քննարկել եւ հասկանալ այս ոլորտային առանձնահատկությունների տրամաբանությունը, որպեսզի գտնենք իսկապես այդ նպատակին ծառայող թիրախային ճիշտ լուծումներ։ Շնորհակալություն։ Իսկ ինչ առանձնահատկություն կարող լինի, ասենք ենթադրենք, պարզվեց X դպրոցի համար X դպրոցի վարձակալության վճարը ամիսը 3 միլիոն դրամ է։ Ենթադրենք։ Ինչ է փոխում դա դպրոցի աշակերտների, ուսուցիչների, ծնողների, համայնքի, շահառուների, հասարակական կազմակերպման 3 միլիոն դրամը մենք տալիս ենք այդ 3 միլիոն դրամը, ինչ խնդիր է առաջացնում։ Պարոն վարչապետ, այստեղ նախ եւ առաջ մենք ունենք հասկանալու, որ մենք դպրոցի շենքը վարձակալությամբ ենք տրամադրում դպրոցի համար, արդյոք այդ տրամաբանության մեջ տեղավորվում է կրթության իրավունքի ապահովման մեր մոտեցումը, թե Շատ ոչ։ լավ, դրա համար պետք է հասկանանք ինչով է նսեմացնում կրթության իրավունքի իրացումը։ Խոսքը նսեմացման մասին չի, բնականաբար, բայց այստեղ կարծում եմ բոլորը խոսում են արդյունավետությունից, պիտի նախ եւ առաջ նաեւ հասկանանք արդյունավետությունը։ Իմ տպավորությամբ մենք վարչարարություն են գեներացնելու լրացուցիչ, մենք այսօր արդեն ունենք խնդիր, որ վարձակալության գործող կարգով դպրոցները օրինակ չեն կարողանում սննդի կազմակերպումը իրականացնել եւ ուսումնական հաստատությունների արդյունավետության նաեւ այդ տեսանկյունից խնդիր ենք ունենում եւ ուղղակի ունենալով արդեն այն փորձը, որ կա, ես որոշակի մտահոգություններ ունեմ, որ վարչարարության ավելացում չունենանք խնդիրների լուծումը իրականացնելու փոխարեն եւ առաջարկում եմ ազգային ժողովի փուլում եւս մեկ անգամ այս հարցը քննարկել։ Հարգելի գործընկերներ, ես նման որոշումը կարևոր եմ համարում նաև սոցիալ-հոգեբանական դիտանկյունից, որովհետև երկու հարթություն կա։ Ընդհանրապես անվճար ծրի հասկացությունների հետ կապված մենք մեր վերաբերմունքը պիտի միակ ճշգրտենք, որովհետև նախ ոչ մի բան անվճար չի։ Բացարձակապես ոչ մի բան անվճար չի։ Կամ այն ինչ որ անվճար է, նշանակում ինքը արժեք չունի։ Եվ սա շատ կարևոր բան է, որ մենք հասկանանք, որ ցանկացած բանի համար կա վճար, ուղիղ այդ վճարը անուղղակի է, դա երկրորդ հարցն է, բայց ամեն ինչի համար, ցանկացած արդյունքի համար պետք է վճարել։ Ով է վճարում, այդ ուրիշ խնդիր է։ Օրինակ կա այտենց հասկացություն էլ կար, չէ՞, խորհրդային միությունում, որ առողջապահությունը անվճար է։ Չի կարա այտենց բան լինի։ Այն անվճար էր, դրա համար վերջում չկար առողջապահություն, որովհետև գնում էին եւ այլ ձևերով էր վճարվում դա։ Որովհետև եթե ինքը անվճար է, նշանակում ինքը առողջապահություն չի, որովհետև դա ոչ ոք արժեք չունի ինքը իր մեջ։ Եվ երկրորդը, այդ ընկալումը, որ դե պետական գույք է, էլի։ Պետական գույքի նկատմամբ վերաբերմունք կա, այդ մենք միջև մենք նախորդ անգամ ես առիթ ունեցա խոսելու, թե մենք համայնքային եւ պետական գույքերի նկատմամբ ընդհանրապես մեր մոտ բան կա, տենց պետական գույք նշանակում է դե պետական գույք է, էլի տվեք տենանք ինչ ենք անում եւ այսօր էլ օրինակ կան բաներ, որ մենք ունենք ներդրումային ծրագիր, խնդրում ենք օգնել, ինչով օգնել, դե պետական գույքով, մի հատ ասենք շենք տվեք 25 հարգանի, այդտեղ մենք ուզում ենք բան անենք, ներդրում անենք եւ ընկալումներն է, որ դե պետական գույք է, էլի մեկը ոչ մեկինը չի անտեր, ոչ մի բանի պետք չի եւ ցանկացած պետական գույք պետքա գնանշվի, որ մարդիկ հասկանան, որ դա արժեք ունի, որ ամեն ինչը ունի իր ծախսը, իր գինը, իր եւ կառավարման մեթոդի առումով մենք էլ պետք է հասկանանք, որը ինչ արժի եւ այո, շատ դեպքերում կարող է պարզվի, որ մենք ինչ որ ծառայություն կամ պետական հիմնարկ աշխատելու համար մենք վճարում ենք այդքան արժի, ըստ էության պետությունը ծախսում է վարձակալության այդքան վճար, բայց կարող է մասնավոր հատվածում ավելի լավ շենք 20% ավելի էժան կա եւ ինչու շուկան չակտիվացնել եւ բան չանել, հնարավորություն չտալ, որ մրցակցություն տեղի ունենա, մանավանդ մենք այդ պրակտիկան ունեցել ենք, միջև այսօր էլ ունենք։ Շատ պետական կազմակերպություններ կան, որոնք մասնավոր հատվածից են վարձակալում, եւ մենք չգիտենք հիմա լավ է, որ այդ գնով իրանք վարձակալում են, թե չէ, որովհետեւ մենք ասենք օրինակ կան, չէ, ձեռնարկություններ, որ մասնավորում
իրանք վարձակալում են գրասենյակային տարածք եւ այնտեղ ամեն ամիս պետական բյուջեից վճար է վճարում X վճար։ Մենք չգիտենք այդ վճարը շատ է թե քիչ, որովհետեւ կարող է պարզվի, որ պետական շենքում կա հնարավորություն ավելի պակաս կամ ավելի շատ գնանշումով այդ ծառայությունը իրականացնել, բայց դրա փոխարեն իրականացվում է այլ կերպ։ Այնպես որ կարծում եմ, այո, իհարկե, էլի բարեփոխումա պետքա գնա, պետքա իր խնդրին հանդիպի, հասկանանք ոնց ենք այդ խնդրեմ լուծում կամ այդ խնդրեմը այդքան էլ մեծ խնդրեմ չի, բայց այս շատ կարևոր է նաև պետության եւ պետականության ընկալման տեսակետից, որ հասկանանք ամեն ինչը արժեք ունի, այն որ մենք այս աթոռների վրա նստած ենք, դա կոնկրետ արժեք ունի, գին ունի, կոնկրետ մի ժամ այս աթոռի վրա նստելը կոնկրետ գին ունի եւ այդ գինը վճարվում է։ Եթե չվճարվի, X պայի աթոռը կկոտրվի, ել չենք կարա նստենք, հասկանում եք։ Համեցեք Տիկին Անդրեաս։ Պարոն վարչապետ, որպեսզի դիտարկումս հստակ լինի եւ այլ կերպ չհասկացվի, ես պարզաբան եմ ինչ նկատի ունեմ։ Բնականաբար պետական գույքը այո ներդրում է եւ դա ունի գին եւ այդ գինը ես որևէ այստեղ խնդիր չեմ տեսնում, ավելին դա պիտի արտացոլվի մեր եւ ֆինանսական հաշվարկներում եւ մեր ծախսերում, որ մենք իրականացնում ենք։ Բայց ամբողջ ասածս այն է, որ եթե մենք այդ հաշվարկը անում ենք եւ հասկանում ենք օրինակ, մենք ինչքան ծախս ենք կրում դպրոցական շենքերում կրթությունը կազմակերպելու համար, ի լրումն այն ծախսերի, որոնք արդեն հաշվարկված էին, դա իրականում ծախսա կրթության համար։ Եվ ես կարծում եմ, որ այդ ծախսը ճիշտ է արտացոլել իր ճիշտ տեղում։ Օրինակ, եւ այստեղ, երբ որ մենք պետական գույքի վարձակալության տրամաբանությամբ ենք այս հաշվարկներն ու միջոցները հաշվում, այստեղ մենք նաեւ բաց ենք թողնում այդ կարևոր հանգամանքը, ես դրա համար նշեցի առանձնահատկություն։ Եթե մենք օրինակ հանրակրթության ֆինանսավորման տրամաբանության մեջ ավելացնենք նաեւ այս բաղադրիչը, հաշվարկենք որպես պետություն, կարողանանք նաեւ այդ ծախսը պատկերացնենք, որ մենք իրականում անում ենք կրթության համար, սա մի կողմից իրական պատկեր կբերի մեր կրթության բյուջեում, որը ավելին է, քան այսօր մենք հաշվում ենք, եւ մյուս կողմից էլ թույլ կտա խուսափել վարչարարության այն հնարավոր խնդիրներից, որոնք իմ տպավորությամբ կարող են առաջանալ։ Հետևաբար ասածս այն է, որ սա իհարկե այս պահի քննարկում չի, բայց շարունակենք այս հարցը քննարկել ազգային ժողովում։ Իմիջիայլոց Տիկին Անդրեասյան, տեսեք, այդտեղ մենք շատ կարևոր մի տեղի հասակ, որտեղ մենք անընդհատ խնդրեմ ենք ունենում։ Մենք ասում ենք, դե օրինակ նայեք, օրինակ բանը, ինչ ասեմ, որ երկրներից մեր գործընկեր, օրինակ Լիտվայում կրթության վրա ծախսվում է հնայի այսինչ տոկոսը։ Եվ մենք ասում ենք, դե եկեք բյուջեն մեծացնենք, կրթության վրա ծախսվում է հնայի այսինչ տոկոսը, մերը դրա կեսն է կամ դրա 10%-ն է կամ դրա 5%-ն է։ Բայց հիմա որ հետ գնանք ուսումնասիրենք կառուցվածքը, կարող է պարզվել այդ հնայի այդ տարբերվող տոկոսի 70% հենց շենքերի վարձակալության գումարն է։ Ու մենք անընդհատ չենք կարողանում քաղաքականություն վարենք։ Անընդհատ մեր վիճակագրությունները դեֆորմացված են, որովհետև մեր մոտ բանում կներեք զարգացած երկրներում տենց տող չկա, որի դեմը գրածը լինի ձրի։ Մեր երկրում տողերի 80%-ի դեմը վիրտուալ գրածա ձրի, հետո մենք ասում ենք, բայց այս երկրում հնա այսքան տոկոսն է, մեր երկրում հնա այսքան տոկոսն է։ Մենք մեր հələ հնան ու մեր ծախսերը հաշվել չգիտենք նորմալ։ Մենք ո՞նց ենք պատրաստվում երկիր կառավարել։ Էլ չեմ ասում ո՞նց ենք պատրաստվում համակարգ կառավարել եւ ընդհանուր առմամբ կարծում եմ այդ տրամաբանության ամենամեծ սոցիալ-հոգեբանական խնդիրներից մեկը այն է, որ մենք բան ենք անում, ամեն ինչ չենք տանում դեպի թվայնացում, բառից ոչ թե թվայնացման իմաստով, որ մենք ամեն ինչի թիվը պետք է հասկանանք, ամեն ինչը ծախս է, ամեն ինչի եւ սա իմ կարծիքով սա մի process է, որը մենք սկսել ենք դեռ բավականին երկար ժամանակ առաջ, երբ որ ես ասացի, որ եկեք հարգելի գործընկերներ, եկեք հրաժարվենք կոթողացման տրամաբանությունից։ Կոթողացման տրամաբանությունից պետքա այն ինչ որ մեզ համար կոթող է, այն ինչ որ մեզ համար տաճար է, դեմը պետք է գրենք տաճար, ինչի դեմը գրած չի տաճար, պետքա գրված չլինի տաճար։ Ես օրինակ զարմացա մի հատ շատ հետաքրքիր տեսարանի ականատես եղավ, աղմուկ բարձացավ, որ մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հարսանիք։ Հասկանում եք,
Այն որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում էր բառից բումն իմաստով, քանդվում, քայքայվում էր, եւ մենք այսքան միլիարդներ ենք դնում, հələ չենք կարող կանգնացնենք քայքայման process-ը։ Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, բա ասենք մարզահամերգային համալիրում ինչ պետք է տեղի ունենա։ Ինչ պետք է տեղի ունենա, համերգ տեղի ունենա, այն որ ընդհակառակը պետք է քաջալերել, որ այսօր Հայաստանից ու դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս։ Իսկ որ ստեղ կարա բանի սննդի համակարգը աշխատի, կարան երաժիշտները հավելյալ գումար ստանան։ Վերջը ենթակա դիզայներները հավելյալ գումար ստանան, չգիտեմ, բանի ծառայություններ մատուցողները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն եւ հավելյալ ծախսեր անելու հնարավորություն ունենան, չեկեք ձեր չտանք չմոտենաք համալիրին։ Սենց այս մտածողությամբ հասկանում եք, մենք մեր եկեղեցիներին էլ ենք տենց վերաբերվում։ Ես այս վերջերս կրթության նախարարին մի քանի եկեղեցի տաճարներ, բառից բուն իմաստով տաճար, մոմ վառելու, այցելելուց հետո կրթության նախարարին հարց եմ տալիս, ասում եմ, պատմամշակութային հուշարձանա, չէ՞, որը այսօր կառավարում է ոչ կառավարությունը, ոչ էլ ՊՕԱԿ-ը կառավարում։ Մենք խնդիր դնում ենք այդտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք արմատուրայի հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես մարդը ինչի համար է եկեղեցի մտնում է ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մեկ էլ մտնում ես տենես տեղ աղբալցրած, ընդեղ ինչ որ մեկի հին շորերն են, ընդեղ մեկը կոշիկներն ա դրել, ընդեղ մեկը իր հին կռավատնա բերը դրել։ Բայց ո՞նց կարելի է ասենց էլի, այսքան ինչքան կարելի է այսքան կեղծ լիներ, հարգելի ներկաներ, ինչքան կարելի է ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լնել։ Ինչքան կարելի է ոտի տակ տալ սրբությունները։ Մեկ էլ վայ համալիրում բան ա եղել։ Այն հիմա տարածված է, ամեն բանի տակ խաչեր են դնում, այն տոնածառի բաներից։ Ընդ որում ոչ մեկ չի հետևում, ես շատ ուշադիր հետևում եմ։ Մի ամսից այդ լուսերի կեսը խփում է, ոչ մեկ էլ չի մտածում, որ դա պետքա փոխել։ Կարևորն այն է, որ առաջին օրվա բացումնարին նկարեցին Facebook-ում գցեցին։ Արդեն երեկոյան ժամերին խաչ չի, սենց կիս հատ բան, ոչ մեկ չի մտածում, որ այդ պետքա փոխել։ Ու սա վերաբերմունքը հասկանում եք, խաչի նկատմամբ էլ այս վերաբերմունքը, հավատի նկատմամբ էլ այս վերաբերմունքը, եկեղեցու նկատմամբ էլ այս վերաբերմունքը, բայց որ հիմա մեկը նախաձեռնություն անի, եկեք տանենք համալիրի գլխին մի հատ մեծ խաչ դնենք, շատ մեծ բան կառաջանա, շատ մեծ ակտիվություն կա, ինչպիսի նվիրական առաջարկություն, իսկապես եկեք տանենք խաչ դնենք համալիրի գլխին։ Հանկարծ հարսանիք, ոչ մի բան հանկարծ ընդեղ տեղի չունենա։ Այդ որ լավ հոգեհանգիստ լինի, կարելի է անել, բայց հարսանիք, թող գնան Դուբայում անեն, թող գնան Վրաստանում անեն, թող գնան ուրիշ տեղեր անեն, սա ինչ հարսանիք անելու տեղ է ձեր ցավը տանում։ Հայաստանը ձեզ համար հարսանիք անելու տեղ է, չեք կարա գնաք մի հատ նորմալ երկրում հարսանիք անեք։ Խելագարվել կարելի է ուղղակի։ Եվ այո, ամեն ինչը պետքա գնանշված լինի։ Եվ իհարկե խոսել ենք Տիկին Անդրեասյան, նաև պետությունը, նաև որպես իրականում տերը այդ օբյեկտների եւ հուշարձանների կառավարությունն է, եւ ես պահանջում եմ, որ այնտեղ ստանդարտներ դրեք։ Չի կարա մեկը իր հին կոշիկները տանի բանում պահի, եկեղեցուն պահի։ Ասենք 7-րդ դարի, 9-րդ դարի, 11-րդ դարի եկեղեցում տանի իր հին բաները պահի։ Կամ միջոցառումներ են անում, շատ լավ, ոչ մեկ դեմ չի, հարիսա են կեպում, մատաղ ենք անում, ես ենք անում, են ենք անում, շատ լավ, հետևներից թող մաքրեն։ Դա իմ որպես հոգևոր զգացմունքներ ունեցող մարդու եւ համոզված եմ բազմաթիվ մարդկանց ինձ վիրավորում է, որ ես մտնում եմ, այնտեղ տենում եմ աղբանոց են սարքել։ Եվ ես ձեզ անկեղծ ասում եմ,
բացի 1-2 տեղից, որտեղ շատ մեծ ֆոկուս կա, պաշտոնական բաներ կան, ինստիտուտներ կան, բոլոր տեղերում համատարած այս վիճակն է, բոլոր տեղերում, խնդրում եմ գնացեք ստուգեք։ Ու ոչ մեկ սրա մասին չի ասում, ես չեմ հասկանում, ոչ մեկ չի տեսնում։ Ոչ մեկի ձեռը բջջային հեռախոս կամ սմարթֆոն չկա, որ նկարի ասի, ես ինչ է մեր բանի մեր սրբավայրում ես ինչ վիճակ է։ Զարմանալ կարելի է ուղղակի։ Շատ լավ, բայց այն որ բարեփոխումը այո, անորոշություններ ա բերելու, մտահոգություններ ա բերելու, շահարկումներ ա բերելու, հիմա ասելու են, դպրոցները ուզում են վարձով տան։